Ինձ 6-0 հաղթեց, ասաց ուզում ես գնանք 6-1 գրենք, որ ամոթ չլինի քեզ, այնքան նվաստացած ինձ զգացի։ Ցավոք սրտի Հայաստանում սիստեմատիկ լուծումների բացակայության պատճառով երեխաների կրթությունը սկսում է տուժել։ Ֆեդերերին ասաց դու պետք է հիմա խաղաս բադմինտոն, մի 6 ամիս 10, ինքը 90% բադմինտոնի խաղացողներին կհաղթի։ Մեր կուլտուրան սպորտային է, թե այդքան էլ չէ։ Ինդիվիդուալիստներն ու կոլեկտիվ մտածողները իրար չեն սիրում։ Սպորտով Հայաստանում զբաղվում է ընդհանուր բնակչության 7%-ը ընդամենը։ Մեր ժամանակ թենիսի ամենաակտիվ սիրողական թենիսով խաղացողը Վազգեն Սարգսյանն էր։ Ողջույն, մենք վերադառնում ենք մեր կորտից դուրս տաղավար, այսօր շատ հետաքրքիր նորից քննարկում կունենանք մի շատ նուրբ ու բավականին լուրջ թեմայի մասին, որը կրթությունն է ու դրա կապը մեր մարզաձևի հետ։ Այսօր շատ հատուկ հյուր ունենք, որին ընկերս Հենրիկը կներկայացնի։ Բարև ձեզ, այսօր մեր հյուրն է Սամվել Հովհաննիսյան, կարծում եմ շատերդ կճանաչեք, իդեպ նա թենիսիստ է եղել։ Ես չգիտեի։ Չէ, Սամվելը թենիսիստ է եղել։ 86 թվականից ես պարապել եմ Երևանի Արարատ ակումբում, հիմա Բուրիվեսնիկում հիմա Արարատ է կոչվում, եւ իմ մարզիչը ընկեր Հրանտներ, որը սովետական միության չեմպիոն էր, առաջին մարզիչս, երկրորդ մարզիչը ընկեր Լեովան էր, էլի թենիսի հարությունը կճանաչի Աբովյան, էլի սովետական միության չեմպիոն էր, նույնիսկ տենց մաչ եղավ ընկեր Լեովան, ընկեր Վահրամի դեմ, Սարին Գուլյան, շատ հավես տենց բաներ ենք, մանկություն ենք ունեցել ու այդ ժամանակվա կյանքը մեր թենիսներ եւ այդ կորտերը, ոնց որ ես լրիվ թենիսի, հա, ես պրոֆեսիոնալ չեմ դարձել, բայց 10 տարի հաճախել եմ վայրի վերումներով, նույնիսկ off court, ոնց off մրցում Հայաստանի չեմպիոններից սեթեր եմ կրել բան, այսինքն նորմալ խաղում է երեխա ժամանակ։ Բոլորին այս հարցը տալիս ենք, մեծ մասով անդրադարձար, բայց այս սկիզբը ոնց է եղել, այդ որոշումը թենիսով զբաղվել։ Դե իմ մեծ եղբայրն էր խաղում ու ընկեր Հրանտը չէր ընդունում։ Հետո ես եկա տանը լացեցի, ես էլ եմ 6 տարեկան եմ, ես էլ եմ ուզում խաղամ, այ հենց այնց ծանր մի հատ ռակետով, կարծեմ Vesna էր իմը կոչվում, շատ ծանր էր ռակետը, իմ մորաքույրը սովորել էր ընկեր Հրանտի հետ նույն դասարանում, ձեռս բռնեց, ասաց դու խնդրեմ չունես։ Տարավ ընկեր Հրանտին, ասաց Մագդա ջան, որ քեզ տեսա, ձև չկա, լավ կընդունեմ։ Նույնն էլ եղավ հետո իմ մյուս լեգենդար մարզիչի հետ, ընկեր Վիլենը, էլի չէր ընդունում, որտեվ ես Հայաստանի չեմպիոններ են ժամանակ Հայկը Մկրտչյան, հիմա Նյու Յորքում Stock Exchange-ի կարծեմ գլխավոր ծրագրավորողն է Հայկը, դեմքա, ինքը բոլորին հաղթում էր։ Ինձ 6-0 հաղթեց, ասաց ուզում ես գնանք 6-1 գրենք, որ ամոթ չլինի քեզ, այնքան նվաստացած ինձ զգացի, որ տենց բան ասեց, որոշեցի իրան հաղթեմ։ Ու հաղթել եմ մի քանի անգամ։ Գնացի ասի տանը, ասի ես 5-6 տարի թենիս եմ պարապում, 12 տարեկան էի, բայց տենց էական չէր էլի թենիս, ուղղակի հաճելի էր ինձ այն ժամանակ, բայց ինձ մի հատ տղա ասում է 6-0 կրեց, մաման ասաց ուրեմն դու պիտի ինքեր Վիլենի մոտ պարապես, ինքը համալսարանում նաև ֆիզկուլտի ամբիոնում էր աշխատում։ Մաման չէր ընդունում, ես գնացի ընկեր Վիլենս ինձ կընդունեք, ասաց չէ, տեղ չկա, ամե դու ոբշում լավ չես խաղում գնա։ Մաման տարավ, ընկեր վայ Շուշանիկ ջան, բան, ընկեր Վիլենը ինձ ընդունեց, 2 տարի իմ հետ աշխատել է ու ես ուզում կրում էի, եթե տրամադրությունս տեղն էր։ Ընկեր Վիլենից նամակ ունեմ իմ անունով, հետո ցույց կտամ Սամվել։ Այդպիսի մարդիկ, եթե ձեր դիտողները թենիսիստ չեն, մեր կյանքում, իմ կյանքում, օրինակ ընկեր Վիլենի հետ մենք ոդկով ինքը Կասկադի մոտ էր ապրում, շատ հին երևանցի էր։ Մենք ոդկով քայլում ենք մինչև երիտասարդական, ես նստում գնում էի, այդ զրույցները կյանքի իմ ավելի կարևոր են եղել, քան հաճախ սպորտով զբաղվելը։ Ընկեր Վիլենը լեգենդ էր, որը քեզ մինչև հիմա ինքը ինձ մոտիվացնում, ասում էր հիշի, թենիսում դու միշտ ժամանակ ունես։ Մի հատ շնչի, նստի, մտածի, փոխի խաղը, դու հաղթի։ Ու այդ իր խորհրդի պատճառով ես այսօր հաջողակ բիզնեսներ ունեմ։ Ընդհանրապես ընկեր Վիլենի հետ որ միշտ ժամանակ կա, միշտ ապի, որոշի ու հաղթի։ Մրցումների շատ ես մասնակցել։ Հա, Հայաստանում այն ժամանակ ծանր էր, էլի 90, հա, տեղական։ Մինչև երրորդ տեղ կարծեմ եղել եմ։ Իսկ այդ չասենք կարիերայի ավարտը, բայց երբ որ սկսեցիր էլ մրցում չխաղալ, էլ ավելի շատ կենտրոնանալ ուսում։ Դե սենց էր, շատ զարմանալի եւ ծիծաղալի մի հատ ինտերվյու կար, որ հանրայինից եկել էին երեխեքին ինտերվյու անելու, այդ թվում եւ ինձ, եւ բոլորը ասում էին, ես դառնալու եմ թենիսիստ Աղասին հաղթեմ, ես դառնալու եմ թենիսիստ Սամպրոսին հաղթեմ։
Եկան հայս վերջինն է, եկան իսկ դուք ինչ եք թենիս պարփասի, ես դառնալու եմ Հայաստանի վարչապետ կամ պրեզիդենտ ու հաղթեմ աշխարհի բոլոր պրեզիդենտներին թենիսով։ Այդ ավելի հեշտ է, որտեղ աղասին հաղթելը ռեալ նայումս դժվար էր։ Ու տենց այդ կորտերում հակաունս մնաց վարչապետ Սամվելը։ Այդ ուժի մեջ է այդ երազանքը։ Չէ, բայց հա։ Հիմա մի հատ շատ կարևոր թեմա կուզենայի բարձրացնենք ու քննարկում սկսենք, կարծում եմ ավելի լավ մասնագետ այս հարցում շատ քիչ է Հայաստանում գտնել, կպատմես քո կրթական ծրագրերի մասին ու փորձենք կապենք մեր մարզաձևի հետ այս ամեն ինչը։ Լսի, նախ ես ունեմ 4 երեխա։ Երբ որ դու ինքդ հայր ես դառնում, առաջինը չէ, երկրորդը չէ, բայց երրորդը արդեն դու full time ոնց որ papa ես։ Ու դու մոտիկից տեսնում ես երեխաների զարգացումը։ Դուք էլ որպես մարզիչներ վստահ եմ երեխեքին որ տեսնում եք 5-6 տարեկան մինչև 15, արդեն դու հասկանում ես իր փոփոխությունները եւ հնարավոր բաները, զարգացումները, էլի։ Մյուսը, եթե ձեր դիտողները YouTube-ի չգիտեն, մենք հարթակ ունենք, որտեղ Հայաստանի դասատները դասավանդում են դրսի երեխեքին 10,000-ից 12,000-ից ավել ծնողի հետ, մենակ ես եմ խոսել։ Դասաթու, եթե հայտնի ես։ Հարթակը կոչվում է դասատու, Հայաստանում շատ հայտնի չի, որտեղ մենք Հայաստանից հաճախորդ չունենք, մեր հաճախորդները դրսում են, դրսում շատ հայտնի է, Գլենդելում, բոլոր հայաշատ տեղերում գիտեն մեզ։ Հիմա տես, երբ որ ծնողը զանգում է ինձ եւ մենք խոսում ենք, մենք փորձում ենք երեխաներին ամբողջությամբ հասկանալ։ Ու զարմանալի են, օրինակ, եթե երեխաները նվագում են ջութակ դաշնամուր, եթե զբաղվում են թենիսով, իրանք լավ մաթեմ են կարող սովորեն դպրոցում։ Զարմանալի, սկզբից ինձ մեր զուգադիպություն է, բայց ես կարդացի մի հատ գիրք, որ կոչվում է Talent Code, որի մեջ թենիսը առանձին բաժին է։ Այդ մարդը անգլիացի է, որը ուսումնասիրում է տարբեր երկրներում տարբեր հաջողակ փորձերը։ Թենիսը գնում է Ռուսաստան եւ զրուցում է Մարատ Սաֆինի, Կուրնիկովայի, այդ մյուսների տրեներների հետ, մարզիչների հետ ու հասկանում է ոնց կարելի է։ Մասնագետը։ Հա, շատ լավ գիրք է, ես բոլոր ծնողներին խորհուրդ եմ տալիս, ինքը սովորացնում է ոնց սովորական երեխային սարքել տաղանդավոր երեխա ու հիմնական գրքի իմաստը սպորտն է։ Երաժշտության մասին էլ է խոսում, բայց հիմնականում սպորտի մասին առանձին ֆուտբոլ, թենիս, ասենք գեղասահք, ինքը գնում է ու բացատրում է, ես ծնողներին չգիտեմ ինչքան շանս կունենամ ձեր հետ զրուցելու, երկու օրից գնում եմ, մեկ է մի տարի հետո, բայց այդ գիրքը որ կարդում ես, պարզվում է մեր ուղեղում կա սպիտակ նյութ, բացի այն մոխրագույն, հա, գորշնյութ, սպիտակը նրա համար է, որ ոնց որ քո ուղեղը կարա ստեղծված լինի գյուղական ճանապարհներով ու կարա ֆրիվեյներով կամ սամոլյոտի ինքնաթիռի արագությամբ։ Հիմա երբ որ դու թենիս ես խաղում, քո ուղեղի myelination-ը, այսինքն քիմիական գործընթացները քո ուղեղում հազարավոր անգամ ավելի լավ են ստեղծում այդ ուղեղի կիսագնդի եւ մնացած, որտեվ կա դիմացի մասը, հետևի մասը, կողքերը, վերևը, ուղեղը ինքը շատ տարբեր մասեր ունի։ Թենիսը բոլոր ուղեղի մասերը կամ այսպես ասենք գնդակով սպորտը։ Օրինակ, սեղանի թենիսը, փիքլբոլը, փեդլը, թենիսը, բադմինտոնը, այդ տիպի սպորտերը, ոչ թե ֆուտբոլը։ Ֆուտբոլն էլ է ինչ որ զարգացնում, բայց թենիսը ֆանտաստիկա է։ Եվ քո ուղեղը դառնում է այնքան ճկուն, որ դու ինչ ուզես կարաս սովորես։ Այդ որ դու հասկանում ես, որ թենիսը քո երեխային կարա տա ֆանտաստիկ ուղեղ, ոչ թե որ ինքը դառնա թենիսիստ, լավ կլինի որ դառնա հավեսը, դժվար է, բայց հաճելի է, բայց 1000 կամ 10000 պարապողից մեկն է դառնում պրոֆի։ Դժվար ճանապարհ։ Բայց եթե սիողական խաղա ձեր երեխան եւ կարեւոր է մինչեւ 10 տարեկանը սկսի, այդ նյութը անսահմանափակ է մինչև 10 տարեկան, 10-ից հետո նվազում է, կանգնում է կամ շատ քիչ է արտադրվում, պատկերացրու։ Միևնույնն է խորհուրդ ենք տալիս մաքսիմալ շուտ սկսել, իմիջիայլոց այդ 6 տարեկանի թեզը վերաբերում է շատ հին ժամանակներին, այսօր 3-ից սկսած արդեն մարզում են 3-4։ Հա, ես աղջիկս 3-ից խաղացել եմ Շուշոյի հետ, բայց մի խոսքով էլի որ ասում եք կրթության կապը սպորտի հետ, իրանք hand in hand են գնում, այսինքն օրինակ շախմատիստները սեղանի թենիս են շատ սիրում։ Ու դա իրանք պատահական են դա սիրել, բայց դա պատահական չի, որովհետև թենիսը դա շախմատ է, դուք գիտեք երևի, շախմատն էլ դա թենիս է, բայց արդեն բանի վրա, տախտակի վրա։ Դրա համար եթե դու ուզում ես, որ երեխան դառնա գիտնական, հաջող մարդ, բիզնեսմեն, բժիշկ, որևէ բան,
սպորտը պարտադիր է եւ ճիշտ սպորտը։ Ըստ իս թենիսը դա լավագույն սպորտն է երեխաների ապագայի համար, եթե կուզեք հետո էլ երևի ասել եք Զուտ որպես ռեկրեացիա էլի, թեկուզ երկար ապրելու իմաստով, բան վստահ եմ խոսել եք, չէ՞ որ 10 տարի թենիսիստները 10 տարի ավել են 9.7 ապրել։ տարի միջինում, այո։ Խոսել ենք։ Հա։ Դենց բաներ կա, հա։ Չգիտեմ։ Շատ հետաքրքիր էր։ Հիմա փորձենք ավելի շատ մոտենանք հենց սպորտսմենների տեսանկյունից։ Ոնց էս նայում երեխաներին, ովքեր կլանված sense իրենց առօրյան տեսնում են միայն սպորտի մեջ, տվյալ դեպքում թենիսն է իհարկե։ Ու ցավոք սրտի Հայաստանում սիստեմատիկ լուծումների բացակայության պատճառով երեխաների կրթությունը սկսում է տուժել։ Կոնկրետ մեր մարզաձևում այդ խնդիրը շատ լուրջ է, բազմաթիվ թե ծնողական ժողովներում կլինեն ֆեդերացիայում, այլ հարթակներում մենք այդ խնդիրը բարձրացնում ենք, որ շատ լուրջ է, ժողովուրդ ջան, մենք կամ պետք է երեխային տանք սպորտի, կամ կրթվելու։ Ցավոք սրտի ամբողջ աշխարհում այդ լուծումները տված է, մեր մոտ դեռ դանդաղ ենք ընթանում, սակայն այդ կապը ոնց ես պատկերացնում Հայաստանում, եթե վստահ եմ դու տեղյակ ես ոնց է մեր հանրակրթական համակարգը, ոնց է։ Տեսեք, հա, Ամերիկան այդ իմաստով ես չեմ ուզում գովազդեմ, որովհետև ես Հայաստանը ավելի շատ եմ սիրում, բայց ազատության իմաստով Ամերիկան ֆանտաստիկ ֆենոմենալ հնարավորությունների երկիր է։ Ինչու՞։ Այնտեղ անում են homeschooling, տնային ուսուցում, որը բացակայում է դեռ բոլոր սպորտսմենները, եթե ասենք գիմնաստներ, բան էլի, տենց, եթե իրանք պրոֆեսիոնալ թենիսով կամ ֆուտբոլով կամ որևէ բանով զբաղվեն, իրանք տնային ուսուցմամբ են։ Դա նշանակում է, իրանք կարող են սեպտեմբերից մինչև մայիս դպրոց չգնալ եւ միայն մայիսին մի հատ քննություն տալ մաթեմատիկա, անգլերեն։ Մեծ տարիքում էլ մի հատ science են տալիս, քիմիա, ֆիզիկա, կենսաբանության տենց խառնուրդ, որ դպրոցը համոզվի, որ երեխան սովորում է։ Հիմա, երբ որ դու ունես homeschooling-ի հնարավորություն, այսինքն տնային ուսուցման, դու որպես ծնող արդեն կարող ես երեխային տալ առանձին դպրոցից դուրս, օրինակ, մաթեմատիկայի, լեզուների, աշխարհագրության, պատմության դասերի։ Իմ կարծիքով լավ թենիսիստը, լավ չեմպիոնը, եկեք Հերիկ Մխիթարյանի օրինակով գնանք, չէ՞ որ ինքը օրինակ 6-7 լեզու գիտի։ Այո։ Ինքը սովորում է, կամ ժամանակին Զեյդորֆ այդպիսի ֆուտբոլիստ կար բարձրագույն կրթությամբ, Զիդանը, մյուսները, այս մարդիկ իրենք նաև խայտարակ աշխատասեր են իրենց կրթության վրա։ Կրթություն ասելով, խոսենք նրանք գիտեն ամեն ինչ սովորելու արվեստը, կարծես թե օրինակ Ֆեդերերին ասես դու պետք է հիմա խաղաս բադմինտոն, մի 6 ամիս 10 ինքը 90% բադմինտոնի խաղացողներին կհաղթի, որտեվ ինքը այդ կրթության այդ կոմպոնենտը սովորելու արվեստը գիտի։ Եթե բաժանենք ինտելեկտ ու ընդհանուր կրթություն, այդ ինտելեկտ բառը հենց չի բնորոշում, քիչ թե շատ, որտեղ մեր մարզաձևում էլ, եթե դու բավարար չափով ինտելեկտ չունես, բացառվում է դու top 100-ի խաղացող դառնաս։ Խաղի մակարդակից երևում է, էլի։ Դե դրանից սկսած ինչ երաժշտություն ես դու լսում, օրինակ ես չեմ տեսել թենիսիստ, որ ռաբիզ երաժշտություն լսի, այսինքն կարանք լսենք, կարող ենք, բայց այսինքն non-stop եթե ռաբիզ ես լսում, դու limited թենիսիստ կլնես, լավ չես խաղա։ Եթե լսես ռոք կամ ուրիշ կամ ջազ կամ տարբեր կլասիկ, հա, ես եթե դու լսես ավելի լայն երաժշտություն, քո այն ինչ որ ես խոսում եմ ամենասկզբում myelinationի մասին, հենց դրա մասին է, որ դու երեխային զարգացնում ես համակողմանի, ինքը նաև խելացի է լինում։ Ձեր հարցին պատասխանելով, ըստ իս, եթե թենիսիստը պրոֆեսիոնալ է, արժի որ ինքը տնային ուսուցման գնա, պայմանով, որ պետությունը ամեն մայիսին ստուգի իր գիտելիքները եւ ծնողը պարտավորություն վերցնի, որ երեխային հանրակրթական ծրագրով կսովորեցնի կամ ինքը կամ իր կողմից վարձած մասնագետները։ Նաեւ Ամերիկայում կան դպրոցներ homeschool երեխաների համար։ Օրինակ դպրոց կա, որ տանում ես միայն 2 շաբթի, 4 շաբթի, էլի անում են այդ անգլերենը, մաթեմատիկան, մյուս բաները, որ կարևոր է, շատ կարևոր է։ Լավ մաթեմատիկան դա լավ թենիսի հիմք է նաեւ, որովհետեւ թենիսը ինքը ամբողջը հաշվարկ կա։ Լրիվ հաշվարկ։ Այսինքն եթե դու դիապետում ես աչից հարվածին, ձախից հարվածին եւ մնացած բոլոր հարվածներին, մնացածը շախմատ է եւ հոգեբանություն։ Ըստ իս, չէ՞։ Շախմատացնելով լոգիկա, եթե աշխատում է, արդեն դու սկսում ես խաղալ, էլի։ Հիմա եթե դու լավ մաթեմ գիտես, այսինքն դու կարող ես բազմաքայլ կոմբինացիաներով ինչ որ խնդիր լուծես,
Թենիսն էլ այլ բազմակայել մի հատ աչս խփում, մի հատ ձախ, հետո 5 հատ աչ, 5 հատ ձախ կարճացնում Մեծ տարբերությամբ որ մարմինդ պետքա պատրաստես այդ ոնց որ այդ հրահանգների իրագործելուն, հա։ Ֆիզիկապես պետքա պատրաստ լինես, բայց հա։ Դե եթե երկու կողմն է ֆիզիկապես պատրաստ են, հիմա Դեռ մենք նայում ենք հոգեբանություն, միտքը սկսում է կարևոր միտք, դեր IQ, Գայլ Մոնֆիս կա, երևի ձեր թենիսիստ դիտողները դա գիտեն, բայց Ջոկովիչին 20 թե ինչքան անգամ 21-0 է, եթե չեմ սխալվում։ պարտվեց։ Ինչի, որովհետև Ջոկովիչ ու Գայլ Մոնֆիսը իմ կարծիքով ֆիզիկական ավելի լավ տվյալներ ունի, քան Ջոկովիչը։ նույնիսկ հենց Ջոկովիչն է դա ընդունում։ Հա։ Ինչի՞ց է դա, որովհետև Ջոկովիչը ավելի լավ շախմատ է խաղում։ Շատ։ Շախմատ չէ, էլի, թենիսային շախմատ։ Ամենալավն է իմ կարծիքով։ Հա։ Մենթալ։ Իմիջայլոց top 10 տղաներից մեկը փիլիսոփայության գիտությունների դոկտոր չէ, կարծեմ մագիստրոս է, ով ասած։ Մեդվեդև։ Հա։ Մեդվեդևի IQ-ն շատ բարձր է։ Կլինի Մեդվեդևը։ Հետաքրքիր։ Շատ բարձր է։ Ու տենց ամեն դեպքում բարձրագույն ուսմամբ շատերն են, դե դոկտորական չի ասի, բայց ամեն դեպքում այդ level-ում շատ քիչ ես հանդիպում, էլի։ Դե շատ եթե հետ գնանք Արիստոտելի սահմանած սկզբունքը կամ հին հույների, որ միջին ոսկե միջին պետքա լինի, եթե մենք երեխաներին չտանք մարմինը եւ հոգին չզարգացնենք, իրանք լավ չեն ապրի։ Անգլերենով տերմինը շատ ճիշտ է իր մոտ հնչում, կոչվում է man of thought and man of action։ Մտքի եւ գործողության անձնավորություն տենց եթե թարգմանենք։ Հա, դե նաեւ այդտեղ ուրիշ հարցեր էլ կա, Արիստոտելը նույնն ասում է, educating without educating heart is no education, այսինքն եթե սիրտն էլ չկրթես, մենք ինչքան ենք տեսնում սպորտսմեններ, որոնք որ օրինակ ես անձամբ ու շատ ես երևի ոչ պոպուլյար բան չեմ ասի, Հոլգեր Ռունբերգը, մի տեսակ նեգատիվ այդ մարդը նոմայմես մկանները տեղը, հասակը տեղը, խաղը տեղը, բայց այդ իր նեգատիվ այդ չար բնավորությունը իրան անդադ պարտվել է տալիս։ Դե նույնը Ցիցիպասը ինձ թվում է։ Հա, ինքն էլ տենց ինչ որ։ Հա, այսինքն, չգիտեմ, մի քիչ լայն եմ փորձում ձեզ իմ կարծիքը ասել, եթե մենք վերաբերվում ենք կրթությանը որպես զուտ, որ երեխան մաթեմատիկա իմանա, քիմիա, ֆիզիկա, չգիտեմ, կենսաբանություն, պատմություն, դա լավ է, բայց շատ մեխանիկական է։ Մենք դի փորձենք իրան մտածել, սովորացնել կրթության ամենակարևոր բանը եւ սովորել։ Այո։ Այդ երկուսը։ Մի հատ շատ փոքր, բայց շատ կարևոր նյուանս քննարկման մեջ ոչ թե բաց թողեցինք, այլ կուզենամ մեզ ամբողջությամբ հասկանան, օրինակ շատ է հանդիպում Եվրոպայի առաջնություններին կամ թիմային ցանկացած մրցման, երբ որ երեխաներին տանում ես արտերկիր, հիմնականում Եվրոպա, այսպիսի մի հատ սիտուացիա է։ Խաղերը ավարտվեց կամ պարապմունքները, իմ խաղացողները տենց ինչ-որ խառը բաներով զբաղվում են, մնացած բոլորը ասենք բացում են իրենց դասագրքեր, նոթբուքեր, սկսում են դասանել։ Ամեն անգամ այդ պատկերը հենց տեսնում եմ, ասենց մի հատ ջղաձգում ա գնում, որովհետև մի կողմից ես բոլորը գիտեմ ոնց են իրենց կրթական հարցերը լուծելու, հայտնվել տվյալ շրջանում այնտեղ, homeschooling գրեթե չկա, ով էլ որ սովորում է կամ միջազգային դպրոցներում եւ այլն։ Ամեն դեպքում հանրակրթական առումով բավականին անհասանելի է միջին հայ ծնողի համար, հաշվի առնելով նաեւ որ թենիսը բավականին լուրջ ծախսերի մասին է, հա, պրոֆեսիոնալ։ Երևի թենիսը հոկեյի ամենաթանկ սպորտերն են։ Հա։ Ու ես ինչ եմ տեսնում իմ աչքով, տեսնում եմ որ երեխաները չեն գնում դպրոց, չեն կրթվում, սպորտով են զբաղվում, լավ թե վատ է ուրիշ հարց է, ու ստեղ մտածելու տեղիք է տալիս, այս ամեն ինչը աշխատում է, այսպես թե ոչ։ Ու ամեն անգամ ես քո պրոյեկտը, քո մեծ այդ գործողությունների պլանը, որին տիրապետում եմ, միշտ մտքիս է գալիս, ասում եմ, տեսնես երբ է Սամվելի մոտ է ստացվելու, այս երեխեքին ուղարկենք այնտեղ, ու այս հարցը լուծվի վերջնականապես։ Իմիջայլոց այտենց հարցի լուծման շատավոր մեծ քանակ ծնողների սպասում է, ու շատ հուսով ենք, որ քո մոտ կհաջողի։ Ես լսել եմ, որ ուզում ես դպրոց հիմնես եւ այլն, դրա մասին կպատմես։ Իրավ, մենք մաթեմատիկայի դպրոց ենք բացել Երևանում, հիմա արդեն բացել ենք մի քանի օր, եւ անսպասելի մեզ համար, ես ասում եմ, դե մի 50 ծնող կա, ուրախ կլինենք, 600 ծնող է դիմել։ Վաու։ Բայց 200 տեղ ունենք։
Դրա համար շատ ոգևորիչ է, որ ծնողներն ու երեխաները գալիս են մեկը մյուսից ինտելիգենտ, դաստիարակված, հաճելի, լավ մասակա։ Մենք ունենք հիմա մասնագիտացված մաթեմատիկայի դպրոց, ինքը after school, այսինքն դու դպրոցից հետո բերելու ես մեր դպրոց։ Իհարկե ես կերազեի իրական ամբողջական դպրոց ունենալ։ Հեռանկարում Կուզեմ, չէ, բայց ես չգիտեմ Հայաստանում օրենսդրության բարդությունները ոնց կարելի է աշխատել, եւ Ամերիկայից Հայաստան հաստատ չեմ անի, ես պիտի վերադառնամ ստեղ ապրեմ, որ դպրոց կարողանանք բացենք։ Պլյուս երևի պետք է աշխատել կրթության նախարարության հետ, որպեսզի ի վերջո այդ հոմսքուլինգի գաղափարը Հայաստանում էլ լինի։ Տեսեք, Ամերիկայում ինչ որ լինում է, զարմանալի կերպով մի 20 տարի հետո հասնում է Հայաստան։ Օրինակ մեքենաների ապահովագրությունը, բժշկական ապահովագրությունը, չգիտեմ, բրոկերներով տուն վաճառելը, չէ՞, այդպես բան չկար առաջ։ Ասենք 30 տարի առաջ մարդիկ ուղիղ խոսում դիզայներ ունենալը, ասենք առաջ 30 տարի առաջ ասում էր տունս ճարտարապետ պետք է նախագծի, բոլորս ինչ ճարտարապետ, կառուցենք գնա էլի։ Չէ, հիմա արդեն ճարտարապետ, հետո ներքին դիզայներ, այդ մշակույթը մտնում է Հայաստան, բայց դանդաղ է։ Հիմա ես վստահ եմ Ամերիկայի 7%-ը արդեն homeschooled է։ Ճիշտ հասկացեք, ես ոչ թե քարոզում եմ homeschoolingը, ես ասում եմ, որ կան դեպքեր, որ homeschoolingը ավելի լավ է այդ երեխաների վրա անդրադառնում։ Ոչ բոլոր երեխաներին է homeschoolingը լավ։ Բայց եթե օրինակ երեխան գնում է դպրոց անդադ իրան ծեծում են, ինքնա ծեծում, հանում են homeschoolingը, եկեք տեսնում եմ մի հրաշք երեխա, պրոստը կոնֆլիկտային էր դպրոցում, բայց տարիները դա անցնում է, նորմալ մարդ է դառնում, այսինքն ավելի լավ է մի 4-5 տարի իրան homeschool անել, որ ինքը մեկին չսպանի, իրան սպանեն, օրինակ եմ էլի ասում։ Մի խոսքով դրա համար Հայաստանում պարտադիր է ինչ որ կրթական օրենքի փոփոխություն, որը թույլ կտա պրոֆեսիոնալ սպորտով զբաղվողներին ունենալ հնարավորություն ոնց որ առանձին իր ճանապարհը անցնելու։ Դա շատ կարևոր է։ Իսկ homeschooling-ի մասով ինչ որ մենք քննարկում ենք մի քիչ socializing-ի հետ, սոցիալականացման հետ էր, հա, կապված։ Մեր սպորտում կարծում եմ այդ խնդիրը չի կարող լինել ու սպորտաձևերի մեծ մասում էլ երեխաները միշտ ինչ որ տենց այլ երեխաների հետ կոնստանտ շփման մեջ են, ընդ որում ոչ միայն հայ մեր դեպքում, հա։ Այդ homeschooling-ը, եթե տեղափոխենք մեր իրականություն ու պատկերացնենք միջին հայ երեխայի համար, այդ socializing այդ կոչված տերմինը խնդիր հարուցելու է, թե չէ։ Ոչ, եթե գրագետ կառուցվի, օրինակ տեսեք երեխան կարա գնա homeschool երեխան դի դպրոց, մոտարապես ոնց է, օրինակ Վալդորֆյան դպրոցը, որտեղ ուրիշ ձևի է ուսուցում, այսինքն երեխան նորմալ կլինի, բայց մի քիչ ուրիշ ձևի ասելով հանգիստ, որովհետև գնահատականներ չի ունենա շատ, լարվածություն չի լինի, դասարանի դասերը երեխան ինքն է ընտրում, օրինակ ասում ես, գիտես ինչ մաթեմատիկան պարտադիր է, հայոց լեզուն պարտադիր է, մնացածը դու ընտրի, մեկ էլ պարզվում է երեխային հետաքրքիր է փիլիսոփայություն, իմ տղան ասում էր ես ֆիլոսոֆիկ սովորեի, կամ երաժշտություն, դու ասես դպրոց, սովորական դպրոց, բայց այնտեղ բոլոր երեխաները homeschooled են, ավելի համալսարանի նման է, հանգիստ են, իրար հարգում են, մեծական է։ Ու դու քո սեկցիաները ընտրում ես մեծ։ Դու քո սեկցիաները ընտրում ես, պլյուս դու գիտես, որ դու գալու ես դպրոց միայն 3 շաբթի, 5 շաբթի, էլի քո ընկերներն են բան, բայց դու 2 շաբթի, 4 շաբթի ուրբաթ 6 ժամ գնում ես թենիս ես պարապում։ Դու պրոֆի ես, որը նաև դպրոց է գնում, որտեղ դպրոցն էլ է բնականաբար կարևոր։ Իդեալական տարբերակ էլի։ Պարտադիր է։ Այսինքն, հա, այդ մրցումներ ունես դպրոցը, բանով է մոտենում, ըմբռնումով է մոտենում, որ դու գնալու ես մրցում, քո ծրագիրը տալիս են քեզ, այ ոնց որ այդ Եվրոպայի երեխեք դու քո պլանշետով ինչ որ հետ ես մնացել, անում ես։ Ու ոնց որ երկկողմանի հարցը լուծում ես շատ մեծ հասցենում ուսումից։ Հա, դե Եվրոպայում էլ չկա homeschooling, հաճախ ոչ մի երկրում էլ չկա, Հայաստանում էլ չկա, մենք եվրոպական մոդելով ենք գնում, բայց Ամերիկայի ինձ թվում էր արդեն կլինի։ Չկա Եվրոպայում, չէ, չկա։ Իսկ քանի տարի արդեն որ Ամերիկայում գործում է։ Միշտ եղել է։ Նու միշտ աստով ես ինչքան գիտեմ, մարդ գիտեմ, ասենք 60 տարեկան է homeschool է եղել, այսինքն ինքը տենց մեծ հաշվով տեխնոլոգիաների հետ շատ կապել չէ։ Չէ։ Դու նահանգի նամակ ես գրում, ասենք օրինակ Կալիֆոռնիայի նահանգի նամակ ես գրում, ասում ես ցանկում եմ երեխայիս դպրոցից հանել։ Ու այդ վարկանից երեխան դառնում է քո պատասխանատվության տակ, ոչ թե դպրոցի։ Դու ես պատասխանատու որպես ծնող։
հանձնում է իր քննությունները եւ այլն, ստանում է իր ատեստատները ու նորմալ ինքը հանգիստ սովորական կարա ատեստատ։ համալսարան։ Իմ տղան հենց հիմա 18 տարեկան է, homeschool ատեստատով ընդունվել է սովորական համալսարան։ Homeschool ատեստատը նույն բանն է, նահանգապետը կամ չգիտեմ ինչ որ կրթության պետը ստորագրում է ստանում է։ Ո մեր մարզիկների նահագին կփրկի դա, եթե ունենային իրականում։ Դա լուծում է։ Բայց Հայաստանում, գիտեք, մենք ես քանի օր այստեղ եմ, այս բանը չկազմակերպվածությունը շատ վատն է։ Ну, երթևեկությունը դրա վառապացույցն է։ Նայում եմ ոնց են քշում։ Ոնց ցած երրորդ գծից գալիս են առաջին, ոնց որ գիժ լինենք։ Ասես առաջի գծից երրորդ, երրորդից առաջին փորձում են մի ավտո անցնել այդ բանով, տրամաբանությամբ, չենք հասկանում, որ ընդհանրապես մի կամ 30 վայրկյան շահես ամբողջ մաքսիմում ճամփորդության մեջ։ Ուղիղ եթե քշենք, Լոս Անջելեսի տրաֆիկը շատ ավելի լավն է, քան Երևանինը։ Որը 20 միլիոն, 15 միլիոն մարդ է, Տոկիոյի տրաֆիկը ավելի լավն է, Տոկիոն աշխարհի ամենամեծ երևի քաղաքն է, 20 քանի միլիոն մարդ է ապրում, Տոկիոյի մի հատ վատ տրաֆիկ չեմ տեսել։ Հա տեսել եմ տրաֆիկ, բայց ոնց ուղիղ գնում են մարդիկ ու շատ հստակ գիտես երբ տեղ կհասնես։ Մի շատ լավ տենց հետազոտություն էի կարդում, հասարակությունների տենց համեմատական վերլուծություններ երկու տերմինաբանությամբ, հա, կոլեկտիվիզմը ու ինդիվիդուալիզմը, որ հասարակությունում է ավելի բարձր։ Չգիտեմ, օրինակ բերվում էր օրինակ COVID-ի մենեջմենտը ենթադրենք Գերմանիայում ու Ֆրանսիայում, որտեղ մի քիչ sense այդ մշակութային sense ինդիվիդուալիզմը ավելի բարձր տենց ստանդարտների ասած եւ Գերմանիայում, որտեղ տենց խմբային շահը շատ ավելի կարեւոր էր, թվում է թե եվրոպական նույն ստանդարտի երկրներ էին, բայց հասարակությունների մեջ տենց տարբերություն կարող լիներ։ Մեր մոտ ինձ թվում է ուլտրա ինդիվիդուալիզմ է, որտեղ չէ, մեր մոտ խառն է։ մի քիչ արագ անցնելու համար մյուս ավտոին պատրաստ է ամբողջ տրաֆիկը ոչնչացնի։ Այդ իմ սիրած տեսությունն է, ու ես շատ մանրամասն այդ գիտեմ, որտեղ տնտեսագիտության մեջ այդ կա, նաև լիքը ուրիշ հավես տեսություններ կան, օրինակ վստահության տեսությունը, բայց հեսա կոլեկտիվիզմից ասեմ, էլի, դոկտոր Աուզան կա, տնտեսագիտության MGU-ի դեկանն է, ինքը ֆանտաստիկ լավ բացատրում է կոլեկտիվ մտածողության եւ ինդիվիդուալիստիկ ու ասում եմ Ռուսաստանում իրանց խնդրեմը դա է։ Նա ինդիվիդուալիստները իրանք սիրում են, չգիտեմ, դեմոկրատիա, չգիտեմ, անձնական գույք, մեքենա, տուն, ոնց որ իրանք ուզում են, որ իրանց ինդիվիդուալ շահը պաշտպանվի եւ որոշումները ինդիվիդուալ են կայացնում։ Քո ասած ինդիվիդուալիստ վարորդները, այդ դրա ուրիշ արտահայտություն է, բայց կոլեկտիվ մտածողը օրինակ գալիս է տուն, ասում է, պապ, որոշել եմ sense բան անեմ կամ հավաքում անգերներին, ասում եմ որոշել եմ անասնաբույժ դառնամ, օրինակ դառնամ, ինքը լսում է կոլեկտիվին, ինքը հավատում է Աստծուն, սովորաբար տենց է, էլի եկեղեցի ա գնում, ավելի հին արժեքների, ավանդական արժեքների կրող է, ինդիվիդուալիստները ավելի պրոգրեսիվ արժեքների կրող են։ Հիմա ըստ պրոֆեսոր Աուզանի ինքը ասում է մեր Ռուսաստանի խնդրեմը ու իմ կարծիքով նաև Հայաստանի խնդրեմը այնա, որ այդ ինդիվիդուալիստներն ու կոլեկտիվ մտածողները իրար չեն սիրում ու իրար այդ կոնսենսուս չունեն։ Իսկ օրինակ Ամերիկայում կարաս ասես օրինակ այնտեղ ինդիվիդուալիստները դա դեմոկրատներն են, կոլեկտիվիստներն են, ռիփաբլիկան հանրապետականներն են, Ամերիկայում էլ չեն սիրում, ատում են իրար այդ խումբը, ասենք, ով որ Տրամպը ընտրե ու Տրամպ չի ընտրե, խելագար ձևի ատում են, կսպանեն իրար, եթե շանս լինի, բայց իրանք համախմբված ձև, հետաքրքիր բանը համախմբված ձևով, ոնց որ մենք պատերազմի ժամանակ էինք համախմբվել, իրենց մոտ այդ համախմբումը ամենօրյա համախմբում է եւ իրանք լինելով հակադիր արժեքների կրող երկիրը միասին են զարգացնում։ Այ Աուզանս մեր Ռուսաստանի խնդրեմը կլուծվի այն ժամանակ, երբ որ մենք էլ տենց անենք, ինձ մա Հայաստանի խնդրեմն էլ կլուծվի, չէ՞, կես ասում են գնանք Թուրքիա, կես ասում են գնանք Ռուսաստան, կես ասում են էս, կես այն, այ եթե մենք բոլորս զարգացնենք երկիրը անկախ մեր արժեքներից, գլխավոր արժեքը հետ լինի, այդ ֆանտաստիկ կլինի։ Բայց եթե այդ կոլեկտիվն ու ինդիվիդուալը սիրում եք, մի հատ շատ հավես տեսություն կա, հենց Եվրոպայի ներսում, երբ որ եղել է այդ Սև Չուման, որ բոլորը մահացել են կամ 3-4-ը, չէ, միջին դարերում այդ իսպանական ինչ-որ գրիպ ա եղել, ուրեմն Իտալիայում որոշ գյուղերում հավատացել են, որ դա հրեաներն են անում, որոշ գյուղերում հավատացել են, որ Աստվածն է պատժում։ Հիմա 600 տարի հետո, երկրորդ համաշխարհային ժամանակ, երբ որ հրեաների հարցնա ծագ է, որ հանձնենք սպանեն
գերմանացիները թե չէ, այն յուղերում որ հավատում էին, որ այդ ուրեմն գրիպը բերել են հրեաները, այդ գյուղերում հանձնում են հրեաներին, այն գյուղերում որ մտածում էին Աստված նա մեզ պատժի, այդ գյուղերում թաքցնում են հրեաներին, նույն Իտալիայում տարբեր գյուղերում։ Այս ինչի եմ ասում, որ մշակույթը հազարամյակներով է գնում։ Ու այս ինչ որ մենք խոսում ենք, մշակույթ փոխելու համար գիտնականները հաշվում են, որ 50 տարի է պետք մշակույթը փոխելու, կուլտուրան մեր փոխելու։ Դուք սկսել եք, Երանի 50 տարի հետո կարողանաք փոխել ու միասին անենք։ Սրա մասին է խոսք, որ մենք չէ խոսում ենք ինչ ենք ուզում, որ ավելի լավ լինի։ Մենք ուզում ենք փոփոխություն բերենք, որ չեմ թենիսը սպորտը ավելի ճիշտ գնահատվի եւ ճիշտ կիրառվի եւ ընդհանուր կրթությունն էլ երեխաների ավելի ճիշտ հունով գնա։ Դա անելու համար մեզ կարող 50 տարի պետք լինի։ Այդ այնց երկար բան է ինքը։ Պաթետիկ կարող է հնչի, բայց ոնց ես կարծում, մեր կուլտուրան սպորտային է, թե այդքան էլ չէ։ Բացարձակ չէ։ 99%-ը տգետ ենք սպորտի հարցում։ Պետքա վերիֆիկացնել կներես, երևի կարող է սխալվեմ մի քանի տոկոս, բայց մի այսպիսի վերլուծություն կար, որ սպորտով Հայաստանում զբաղվում է ընդհանուր բնակչության 7%-ը ընդամենը։ Համեմատենք նույն այդ զարգացած երկրներում, այնտեղ 60, 70, 80, 90, այդ տենց է թվերը։ Մեր մոտ այդ անբացատրելի ցածր է։ Ոնց ես կարծում այդ սպորտային մշակույթը կլինի մեր թենիսով կամ չէ, ինչ ուղով կարելի է տարածել, ոնց անել, որ ամեն դեպքում հասկանան։ Կարծում եմ, որ իրականում կան opinion leader-ներ, այսինքն մարդիկ, ում որ մարդիկ հետևում են։ Օրինակ Ամերիկայում դա դրված է մի քանի level-ներով։ Օրինակ համալսարանում փոխանակ տարեկան 100,000 մուծես, դու անվճար ես սովորում, եթե որևէ լավ սպորտի մեջ ես։ Այո։ Waterpolo, ինչ ուզում ալի։ Այսինքն մանկուց երեխաները գիտեն, որ սպորտսմեն լինելը հարգված է։ Երկրորդը, կարծեմ երկրի ղեկավարները, առաջին դեմքերը պետքա դրանով զբաղվեն։ Տեսեք, մենք թենիսով զբաղվում ենք, նայում ենք, որ Ելցինն է թենիս խաղում։ Մեր ժամանակ թենիսի ամենաակտիվ սիրողական թենիսով խաղացողը Վազգեն Սարգսյանն էր, որը Միքայելի հայրը իր հետ մարզվում էր, վստահ եմ խոսել եք Վահե Ավետիսյանը, մեր գլխավոր մարզիչն է հավաքականի, նաև սովետական չեմպիոն, Վահեն խաղում էր, ասում էր, որ ես մի րոպե թուլանամ, կարող է հաղթի։ Տենց էնտուզիազմով խաղում էր Վազգեն Սարգսյանը։ Հիմա ես որպես փոքր երեխա, որ նայում եմ, ասում եմ, ես տեսել եմ այդ խաղերը Հրազդանում, այն ժամանակ Orange-ը կամ իմ կորտը կոչվում էր Հրազդանի կորտեր, ամենածիծաղալը որ տատիկս գիտեր, որ ես ասում եմ գնում եմ Հրազդան մրցումների, ինքը գիտեր ես գնում Հրազդան քաղաք մրցումների։ Շատերը մինչև հիմա հենց Հրազդան էլ ասում են այդ կորտերը։ Հա, դա մեր մանկության կորտերը Հրազդան են կոչվում։ Հիմա տեսեք, երբ որ Վազգեն Սարգսյանը թենիս է խաղում, բնականաբար իր ամբողջ շրջապատը թենիս էր ուզում խաղար, գալիս նայում էին։ Ելցինը թենիս էր խաղում, մատնել չուներ են մի ձեռքի, չէ, 2 մատ էր թե 3 մատ էր, բայց խաղում էր պապին։ Այսինքն Ելցինը դրեց հիմքը, որ Տարպիշևը այնքան ֆոնդեր ստացավ։ Մինչև հիմա այդ ազդեցությունը գնում է իրանց մոտ։ Ոնց որ Տիգրան Պետրոսյանը մեր շախմատի հիմքը դրեց, տրադիցիա, սպորտը տրադիցիա է սիրում, բրազիլացիները, արգենտինացիները տրադիցիայի ուժով են գնում իսպանացիները։ Հիմա թենիսի հարցում, ես այնքան խոսացի մոռացա հարցը։ Այդ ազդեցություն ունեցող մարդկանց մասին էր։ Պիտի երկրի ղեկավարությունը խաղա, թոփ ղեկավարությունը թենիս պիտի խաղա, որ թենիսը զարգանա։ Թոփ ղեկավարություն թենիս խաղացեք։ Ես չգիտեմ ով կա այնտեղ որ թենիս է խաղում նախարարներից կամ բան, չեմ ճանաչում։ Կլինեն հաստատ, չեմ կարծում։ Գրաչովը թռնում գալիս էր Հայաստան, որ շատ հետաքրքիր պատմություններ է արժի թենիս խաղային միասին ու գնում էր։ Թենիսային դիպլոմատիան դա լուրջ դիպլոմատիա է։ Լուրջ, որտեվ թենիսիստները իրար վստահում են։ Մենք իրար որ գիտենք որ մեկը թենիսիստ է, սովորաբար թենիսիստները լավ մարդիկ են, որտեվ թենիսում եթե խափում ես, դիմացնը քեզ չի հարգում, բոլորը քեզ ձեռ են առնում, գիտեն որ դու սուտասան ես, դու ասում ես դաժե թե դու խափեփայ ես, նու ես չէ, բայց մեր թենիսի տեղը կային։ Դու ասում ես լավ ավելի լավ չխափեմ, որ ժողովուրդը ինձ չզզվի ինձանից։ Այսինքն թենիսը դա շատ մինչև 18 տարեկան գիտես բաներ չկան դատավորներ։ Այո։ Ու դու քո ազնվության վրա է ասել աուդա գնդակը թե չէ։ Դրա համար թենիսի այդ ազնվությունը զարգացնում է։
Ինքը ազնիվ սպորտ է։ Այդ դրա պատճառով մինչև 18 տարեկան ITF-ի մրցումները առաջին մատուցումը եթե գտնվում է ցանց անցնում է քառակուսու մեջ հաշվում են արդեն։ Այսինքն չես կրկնում մինչև 18 տարեկան օրենքը այնց է, որ եթե կպավ ցանցին անցավ, պետքա շարունակի երեխան։ Որտեվ շատ են լինում, որ ասենք ace-էր լինում, ասում էր կպելա ցանց կրկնենք։ Այդ դրա պատճառով արդեն այդ օրենքը փոխեցին։ Մինչև 18 տարեկան կրկնում են, եթե չեն կրկնում, խաղում են, շարունակում են։ Դե հա զարգացնելու համար նախ պետքա այս ձեր ծրագիրը արդեն զարգացնում է ծնողներին ասենք, որ եթե ուզում եք խելացի երեխաներ լինեն, թենիս թող պարապեն, եթե ուզում եք հարուստ լինեն, թող թենիս պարապեն, եթե ուզում եք երջանիկ լինեն, թող թենիս պարապեն, որովհետև թենիսը բանալիներ է տալիս քեզ։ Ինձ թենիսը ամբողջ ես պրոֆեսիոնալ չեմ դարձել, բայց երբ որ դու մրցում ես խաղում, դու պարտվում ես 5-ով 0 օրինակ, ու մեկ էլ դու 5-ով 1, 5-ով 2, 5-ով 3, 5-ով 4, դա քեզ տալիս է թենիս այն քիչ սպորտերից, որ ժամանակով սահմանափակված չի, ֆուտբոլի պես չի, որ 2-0 էր, 2-1 խփեցիր, հոպ 90 րոպե պարտվեցիր։ Գիտեք, այդ մտածողությունը, որ միշտ կարելի է ցանկացած վիճակից դուրս գալ։ Դու քեզ պիտի հաղթես, որ դիմացինին հաղթես, դու քո ներվերը պիտի հաղթես, ես հենց հուզվում եմ վատ եմ, դուք էլ երևի մատուցումը վատ է գնում, ուրիշ հենց մտքով գնացիր մի հատ մի բան մտածեցիր, երեխուն դպրոցից վերցնեմ կամ մի բան, մի անգամից սխալ է գնում այդ մատուցումը կամ հարվածը։ Դրա համար թենիսը այդ ոնց է մեդիտացիա լինի։ Ինքը նկատել եք թենիսիստները խոսում են իրանք, մենք գիժ ենք։ Չէ, իրանք խոսում են, արա էս ինչ արիր, ես ինչ խփում են իրանք իրանց բան, բայց այդ ինչի՞ց է, որտեվ մենք այդ մեդիտացիան, եթե գալիս է sense մեդիտացիա, օրինակ նույն Ֆեդերերի երեխա ժամանակ ռակետներ էր խփում, ջարդում էր, գոռում էր, բայց ինչքան տարիքը մեծացավ, ինչքան կինը Միրկան իր հետ աշխատեց եւ ընկերները, մարզիչները, ինքը դարձավ sense ճիշտ, որակով, խելացի, ինքնատիրապետումով բարձր մարդ։ Դրա համար մասսայականացման համար պիտի մենք սկսենք երեխեքի ծնողներից իրենց ասենք, որ այդ երջանկության, խելացիության, հարստության, առողջ լինելու, երկար ապրելու այդ բոլոր առավելությունները թենիսը ունի եւ ամբողջ կյանքում ինքը քո հետ է։ Նույնիսկ աչքերով խնդիր ունեցողներ երեխաներին շատ են, էլի ուղղորդում բժիշկները թենիսի։ Հենց այդ մեր այդ ցածր տոկոսները կարծում եմ նրա պատճառով է նաեւ, որ մարդիկ սպորտին թենիսը չէ միայն, հա, վերաբերում են որպես այդ մրցակցություն, կարիերա եւ այլն, բայց իրենց կյանքի մաս չեն դիտարկում, իրենց կրթվելու ինքնազարգացման մաս չեն դիտարկել ու երևի դրա համար էլ իրենց բիզնեսներում կարան մի փոքր ավել խնդիր ունենան կամ չգիտեմ, մի փոքր առողջական այդ խնդիրները շուտ սկսեն ավելի վաղ տարիքում, հա։ Կա այդպիսի խնդիր եւ իհարկե ովքեր գիտակցում են լավ են։ Ես ամբողջ կյանքս կրթվում եմ, նոր հասկանում եմ 40-ն անցեմ, նոր հասկանում եմ, որից հետո է այդ ինքնակրթությունն էլ պետքա լինի, մարդ ինքը պիտի զգա, ուժ գտնի եւ լուծի իր խնդիրները, թե չէ շատ վատ է լինում, առողջությունը շատ վատն է, եթե չկա սպորտ, թեթև սպորտ միշտ։ Մի հատ այտենց փոքր կոմպոնենտ կա, շատ մարդիկ ոնց որ իրանց հասուն տարիքում ինքնագիտակցության շնորհիվ են, հա, գալիս ինչ որ տարբեր որոշումներ իրենց կյանքում, այս դեպքում սպորտով զբաղվելուն շատ։ Բնական է փոքր տարիքի երեխաները դրա մասին բացարձակ կարան գաղափար չունենան, ուստի այ քո ասածը ծնողների մասով, հա, ավելի բարձր սերնդի մարդկանց, եթե կարողանանք ներգրավենք, կարծում եմ պատանիներին շատ ավելի հեշտ կլինի։ Դրա համար է կարևոր, որ Երևանի կենտրոնում հաճախ ինձ հարցում են հենց այս ստուդիայում Սերգեյն ու Նարեկը անցած անգամ վիճում էինք Սերգեյի հետ, ասում էր ինչն է պետք Երևանի կենտրոնում թենիսի դաշտ։ Տեսեք, ես Վանաձորում էի, որտեղ Էրիկ անունով մարզիչը կարողացել է 3 կորտ կառուցի ամենակենտրոնում քաղաքի ազատամարտիկների պուրակում։ Այո։ Ասում եմ, բա ո՞նց է աշակերտներ գտնում։ Ասում են, նայ, կողքս 11 դպրոցն է, լուսամուտից երեխեքը տեսնում են, իջնում են, խաղում են։ Այս պուրակը, այստեղ քայլում են, զույգեր են, երեխեն, ասենք նույնիսկ հղի են, քայլում են, տեսնում են, խոսում են, բան, այսինքն այդ քաղաքի կենտրոնում լինելը շատ կարևոր է, որ ինքը գովազդ է, թենիսի գովազդ է, որ երեխեքը անցնեն, քայլեն, տեսնեն։ Նյու Յորքի Central Park-ում երևի 30 հատ կորտ կա, որը
Քաղաքի կենտրոնն է, որտեղ ամեն մի ծառը հենց այնպես չի աճում, չէ՞։ Բավականին խիստ է ամեն ինչ։ Ես Գլենդելում որ ապրում էի, այնտեղ եթե սխալ չասեմ, երևի մի 30 կորտ կա։ Անվճար մեծ մասը։ Նույնիսկ եթե դա որևէ ակումբի է պատկանում, իրենք ստիպում են որ ցերեկը մինչև 3-ը էլի անվճար։ Բնակչությունը Գլենդելում 200,000։ Համեմատություն անենք, 30 կորտ կա ամբողջ Հայաստանում ու մի փոքր քաղաքում Ամերիկայում։ Գլենդելում 30 կորտ, Բրբանքում մի 30 կորտ, կողքն ասենք 5 րոպեա մեքենայով, այսինքն Լոս Անջելեսում ընդհանուր կարող է լինի մի քանի հազար կորտ։ Մեր կարևոր որոշում կայացնող մարմիններին ու մարդկանց էլ սա շատ կարևոր է իմանալ, որ ցանկացած բնակելի հատվածում սպորտային, թենիսային չասենք, հա, այտենց ինֆրաստրուկտուրաները կարևոր չեն, պարտադիր են երևի։ Հա, դե պիտի նաև ծնողներին ասում եմ, այդ 5 կոմպոնենտը կամ ավել ասենք։ Ծնողը մենք երբ որ երեխա ենք ունենում, դառնում ես ծնող, միակ բանը որ ուզում ես երեխադ լինի երջանիկ։ Ամենակարևորը որ երջանիկ մարդ լինի էլ ինքը։ Դրա մեջ արդեն նայում ես, հա, ուզում ես որ փող ունենա, կարիերա ունենա, լավ ամուսնանա, բայց երջանիկ լինի։ Թենիսը այդ երջանկության բանալին է, որտեղ որ դու թենիս ես խաղում, օրինակ ես որ ֆուտբոլ եմ խաղում, գժվում եմ ֆուտբոլի համար, բայց ֆուտբոլից հետո ամբողջ մարմինս ջարդվում է ու մի 2 օր սենց ես թուլացած եմ։ Լրիվ էներգիա ստանում եմ։ Թենիսի հետ հետաքրքիրը հակառակն է։ Ես թենիս եմ խաղում, ոնց որ գնամ, ասենք, աերոբիկա պլյուս մասաժ իրար հետ։ Դուրս ես գալիս թենիսից, ոնց որ սաունայից դուրս գաս, թարմ, ուժեղ, լիքը էներգիայով, լիքը նոր մտքերով, ոգևորված, մոտիվացված, երջանիկ թենիսը տենց մարդ է քեզ սարքում։ Դեմը թենիսը դա ֆենոմեն է։ Առանց թենիս չկա երջանկություն ու կյանք, բայց կիմանան մենակ նրանք, ովքեր պարապ են, ովքեր լուրջ զբաղվեն։ Կիմանան նրանք, ովքեր կպարապեն, երևի հենց այս ֆրազայով էլ ավարտենք, հա, այսօր շատ հետաքրքիր զրույց է։ Սամ ջան, որ ժամանակ գտար մեր համար եկար։ Մենք լիքը դեռ կհանդիպենք համ կորտում, համ կորտից դուրս, այսպիսի միջավայրում։ Մեծ սիրով։ Շատ լավ գործ եք անում եւ կարծում եմ, որ արձագանքը անպայման լինելու է այս ձեր գործի։ Շատ շնորհակալ եմ։ Այսօր այսքանը, դուք կարաք այս ամեն ինչի մաս դառնաք ամեն դեպքում, սիրելի թենիսասեր հայ համայնք, Հայաստանից դուրս ապրող հայություն, ոչ միայն հայություն, ովքեր թենիսով են զբաղվում, հա, այնպես որ միշտ ուրախ ենք նոր ու շատ հետաքրքիր մտքեր ունենալ, ստանալ ձեր աջակցությունը եւ ինչու՞ չէ, նաեւ մատուցել ձեզ որակով սպորտային կոնտենտ։ Շնորհակալություն, մինչ նոր հանդիպում։ Հաջողություն։